պատժան դատան։ Իհարկե դա արդեն ամենահաս կարգախոսի տիրություն գտնվում հարցի լուծում։ Եվ ավելին, այստեղ կարևոր բաներ կա։ Իրենք մկրտիչ սրբազանի լիազորություններ չեն ընդունում։ Իրենք չեն ընդունում նաև վարչական խորհրդի լիազորություններ։ Քիչ առաջ պնդեց Ապոլինյա նոն դիրքոշնորհեց։ Իրենք չեն ընդունում ամենահաս կաթողիկոսի լիազորությունները։ Եթե նման կեցվածք ունեն, պատժան դատան, ինչ է իրենց փոխելու մկրտիչ սրբազանի որպես թեմի առաջնորդի լիազորությունների իրականացում։ Ոչինչ չի փոխելու, որտեղ իրենք չեն ընդունում։ Եվ այստեղ դատանի հարցը փաստացի աշխատել, պատժան դատարան։ Դա գիտեք ինչ, օրինակ ոնց որ գողություն անող են, ասենք դու փաստացի աշխատել ես այդ բնական մտնելով գողություն անում։ Դա չի աշխատում։ Նա հակաօրինական վարքագիծ է դրսևորել։ Եթե նույնիսկ դատանի այս բանը չունի տեղեկատվությունը, դա գնահատի հակաօրինական թե ոչ, բայց դատան անոնցը մի բան պետք է իմանա, որ եթե կաթողիկոս ամենահայց կաթողիկոսը կարգալուց արել, դա փաստ է ևս։ Այդ փաստը դուք չեք կարող չհամաձայնել։ Պատժան դատան։ Այդ փաստ է, այսինքն իրենք հոգևորական չեն, եւ իրենք այսօր գտնվում են, եւ դա հանրային փաստ է, նաեւ որ իրենք գտնվում են այսօր այդ եկեղեցիները զավթել են, եւ այդ եկեղեցիների զավթման մեջ չի կարելի ասել փաստացի աշխատել, ում համար են աշխատում, լավ, իրենք որ աշխատում են, ինչ են անում։ Ասենք այդ եկեղեցիների գործունեության ժամանակ իրենք ում են հաշվետվություն տալիս։ Հայաստանի վարչապետին թե ամենահայց կաթողիկոսին են հաշվետվություն տալիս։ Իրենք ում համար են աշխատում, շատ կարևոր հարց է։ Իրենք իրենց համար են աշխատում, ում համար են աշխատում։ Եվ այստեղ չի կարելի կարծեմ օգտագործել աշխատում եք փաստացի չէ, փաստացի ապօրինի վարքագիծ են դրսևորել իրենք եւ դրսևորում։ Իրենք զավթել են հայ առաքելական սուրբ եկեղեցու սեփականության իրանքով պատկանող երկու եկեղեցական տարածք։ Եկեղեցու կամքին հակառակ։ Սա ուրիշ հարց է, քրեական պատասխանատվության հարցել է բարձրանալու ապօրինի գույքը օգտագործելով վնաս պատճառը։ Սա առանձին հարց է լինելու, իրենք թող դա ուրիշ հարց է։ Իրենք դրա համար են պատասխան տալու։ Բայց այս բանին դատան առնվազն ունի հետևյալ, իրենք հոգևորական չեն, ինչքան էլ մարդ իրեն համարի հոգևորական, մեկ իրեն համարվում Նապոլեոն, դու Նապոլեոն չդարձա, դարձավ։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին իր դիրքորոշումը պաշտոնական հայտնել է, որ այս երկու անձինք հոգևորական չեն։ Այս փաստը չի կարող դատանը անտեսել, ուղղակի չի կարող։ Իսկ եթե դատանը անտեսեց իրենց համարից հոգևորական, մի հատ էլ ինչ-որ միջամտություններ արեց, սա կնշանակի խախտվում է ուղղակի եկեղեցու ներքին գործերին խառնվելու օրենսդրական արգելքը։ Եվ ամենակարևորը, որևէ փաստար չհնչեց, որ մկրտիչ սրբազանը կարող է իրենց ցուցմունքների վրա ազդել։ Իրենց փոխաշխատելու խոչընդոտման վրա ազդում է, այդպես է մտածում։ Իրենց, չգիտեմ, եկեղեցին շահագործի վրա ազդում են բոլորը։ Կարող ասել, ես էլ եմ ազդում իրենց վրա, խոչընդոտում եմ իրենց պատկերացնելով։ Բայց հարցը հետևյալն է, դատան համար էական նշանակություն մեկ հարց։ Խոչընդոտում է, արդյոք կարող է խոչընդոտել իրենց ցուցմունք տալու իրավունքին։ Այնքան իրենք այսպես չունեն այդ համարձակությունը, որ իրենց ցուցմունքները պնդեն, կարծես թե ունեն այդ համարձակությունը, նույնիսկ իրենք ասում են, որ իհարկե դա հանդեպություն համարձակություն չեմ ուզում գնահատական տամ, հետագայում կորոշվի։ Բայց իրենք կարծես թե այդ խնդիրը չունեն։ Իրենք ասում են, մենք որևէ մեկին չենք ընդունում։ Չեք ընդունում, մկրտիչ սրբազանը ձեր ցուցմունք տալու վրա չի կարող ազդել։ Չի կարող ազդել, ուզել է չի կարող ազդել։ Ի վերջո դատանը կարող է միջոցներ կիրառել, օրինակ իրենցից որոշակի հեռավորություն պահպանել մկրտիչ սրբազանի, եթե այդպես շատ են վախենում մկրտիչ սրբազանի։ Կարող է նման սահմանափակում դնել, որ իրենցից հեռավորություն պահպանել եւ վերջ։